ամեն դեպքում ջրամատակարարումների գրաֆիկային այդ բանը գործելու է եւ քաղաքացիները իմանան, որ շուրջօրյա ջուր չեն ունենալու։ Կլինեն հատվածներ, որոնք կունենան, կլինեն հատվածներ, որտեղ գիշերային որոշակի ժամերի անջատումներ կլինեն, բայց մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ դրա այդ անջատումները չլինեն գիշերվա 12-ից առավոտվա 7-ը, այլ օրինակ լինեն գիշերվա ենթադրենք 2-ից 5-ը։ Հիմա այն հասցեները, որոնք Հիմա որ ասում եք երկու շաբաթ ժամանակ տվեք, այդ հարցերն եք մի վայրկյան։ Այո, մենք կպատրաստենք բարելաված ժամանակացույց։ 4 ժամի գրաֆիկ կա, դա օրենքի խախտում չի, կան համայնքներ, որ ջուրը լինելու է 4 ժամ։ Այդ համայնքները չեն սպասարկվում Veolia-ի կողմից։ Veolia-ի պայմանագրով մինիմալը 6 ժամ է։ Այսինքն չկա խախտում, որևէ հարցերում չկա 4 ժամ։ Այդ համայնքները չեն սպասարկվում Veolia-ի կողմից։ Պարոն Ղալամքարյան, այսինքն ստացվում է, որ նախարարի երեկվա պնդումը, որ փոփոխություն չի լինում, ամեն դեպքում լինելու է ուրիշ գրաֆիկով։ Փոփոխություն չի լինում այն իմաստով, որ հայտարարված ժամանակացույցը ուժի մեջ չի մտնելու։ Այլ ժամանակացույց է ուժի մեջ մտնելու։ Այո, ինչպես հայտարարել ենք, մենք կունենանք լավարկված, բարելաված ժամանակացույց։ Այսինքն լավարկվածը կարող է լինի ոչ թե 7 ժամ, այլ 6, հաշվի առնելով, որ դա այն շեմն է, որը Ես կարծում եմ, որ մենք կկարողանանք հասցնել մաքսիմում 4-ի։ Տեսեք, որպեսզի Դա բոլոր հասցեներում ներողություն։ Չէ, բոլոր հասցեներում հասցեներ կլինեն, որոնք կունենան 24 ժամյա ջրամատակարարում։ Հասցեներ կան, որոնք ենթադրենք հիմա նշած է 21 ժամ, իրանք կհասցնենք 23-ի կամ 24-ի։ Էլի եմ ասում, աշխատում ենք 3 տարբեր ուղղություններով՝ նոր ջրաղբյուրներ, կապիտալ աշխատանքներ եւ կարգավորումներում որոշակի փոփոխություններ։ Այդ 3 ուղղություններով մեր աշխատանքները կբերեն նրան, որ այդ մտահոգությունը, որ ունեն մեր քաղաքացիները, կփարատվեն։ Այսինքն մենք այդքան զգալի նեղություն չենք պատճառի մեր քաղաքացիներին։ Veolia ջուրը ըստ իր պայմանագրի 24 ժամյա ջուր ապահովելու պարտավորություն չունի։ Առավել եւս 2026 թվականին, 2031 թվականից 5 տարի առաջ։